Ինչ էր միավորում երաժշտական աշխարհի երկու հսկաներին՝ Կլոդ Դեբյուսիին և Կոմիտաս վարդապետին։ Ողջույն և բարի գալուստ Անիաս Էջ։ Այն մարդիկ, ովքեր չգիտեն, թե ով է Կլոդ Դեբյուսին, առաջարկում եմ մի փոքր հատված լսել նրա ամենահայտնի և սիրելի ստեղծագործություններից։ Կլոդ Դեբյուսին և Կոմիտաս վարդապետը ոչ միայն ճանաչում էին իրար, այլև ընկերություն էին անում և հիանում միմյանց ստեղծագործություններով։ Հայտնի է, որ 1896 թվականին Կոմիտաս վարդապետը կրթություն է ստանում Գերմանիայում և այդ կրթության համար վճարում է մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը։ 1899 թվականին Կոմիտասը զուգահեռաբար ավարտում է երկու համալսարան, մեկը փիլիսոփայության ուղղվածության է լինում և երկրորդը մասնավոր կոնսերվատորիա։ Հենց այդ նույն տարում Կոմիտասը դառնում է միջազգային երաժշտական ընկերության անդամ և այդ անդամակցությունը հնարավորություն է տալիս վարդապետին, որպեսզի նա ճամփորդի ամենազարգացած քաղաքներով և դասախոսություններ կարդա հայ ժողովրդական երաժշտության մասին։ 1906 թվականին Փարիզում Կոմիտասը հանդես է գալիս և այդ միջոցառման ընթացքում ներկա էին հանրաճանաչ կոմպոզիտորներ և երաժշտական քննադատներ։ Մի պահ բեմահարթակը լցվում է Կոմիտասի զոլալ ձայնով և հոգի մաշող երգով։ Կլոդ Դեբյուսին, ում հանճարի առջև խոնարհվում էր ամբողջ երաժշտական աշխարհը, բարձրացավ բեմահարթակ, ծնկի իջավ Կոմիտաս վարդապետի առջև, համբուրեց նրա աչքն ու ասաց. «Հանճարեղ հայր Կոմիտաս, խոնարհվում եմ ձեր երաժշտական հանճարի առջև»։ Հետագայում Դեբյուսին նաև նպաստում է, որպեսզի Կոմիտասի ստեղծագործությունները հանրահռչակվեն։ Նա Կոմիտասի նոտաներն ուղարկում է իր բարեկամուհուն Էլեոնորա Դեբյուսիին, ով այդ ժամանակ աշխատում էր Լոնդոնի երաժշտական դպրոցում։ Չգիտեմ ինչ կասեր Կոմիտասը, տեսնելով, թե ինչ են լսում հայերն այսօր, և իրենց կյանքի ամենանվիրական օրերը ինչ երաժշտության ներքո են տոնում, բայց մի բանում համոզված եմ. Կոմիտասի ստեղծածի ու արածի առջև պիտի խոնարհվենք բոլորս և պահպանենք ու փոխանցենք այն մաքրամաքուր աշխատանքները, որ նա մեզ է հանձնել։ Կուզեք համաձայնվեք, կուզեք ոչ, բայց ես կարծում եմ, մենք այն ենք, ինչ որ մենք լսում ենք։